Խաղաղության Աբրահամի համաձայնագիր Ամերիկայի նախագահի հատուկ բանագնացը չի բացառում, որ ինչպես Լիբանանն ու Սիրիան, այնպես էլ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ այս համաձայնագրին։ Դա կարող է տեղի ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի հետ, որոնք մեր կարծիքով շատ մոտ են իրենց միջև հակամարտության վերջնական կարգավորմանը։ Երկուսն էլ կարծում եմ հնարավոր է ցանկություն հայտնեն միանալ Աբրահամի համաձայնագրերին։ Սա մի մեծ նախաձեռնություն է նախագահի համար եւ նա հավատում է դրան։ Համաձայնագրերը Աբրահամի համաձայնություններ են անվանել հուդայականության եւ իսլամի ընդհանուր հավատքը Աբրահամ մարգարեի նկատմամբ ընդգծելու համար։ Հիմա բովանդակության մասին, ինչ նախաձեռնություն է, որին այդքան հավատում է նախագահ Թրամփը։ Աբրահամի համաձայնագրերը ԱՄՆ միջնորդությամբ մի շարք արաբական երկրների եւ Իսրայելի հարաբերությունների կարգավորմանը միտված նախաձեռնություն է։ Համաձայնագրերը ստորագրվել են Թրամփի աջակցությամբ դեռ առաջին նախագահության օրոք 2021 թվականներին։ Իսրայելը հաստատություն է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների, Մարոկկոյի, Բահրեյնի եւ Սուդանի հետ։ Ինչն էր միավորում այս երկրներին, հիմնականում ոսկե հարկ Բահրեյնի եւ Էմիրությունների մասին, դա Իրանի վտանգն էր։ Այսինքն հաստատությունը ինքը ունի նաեւ հակաիրանական ուղղվածություն։ Հայաստանի արտգործնախարարությունից փաստացի չեն բացառել ամերիկյան այդ նախաձեռնության շուրջ քննարկումներ սկսելու հավանականությունը։ Ձևակերպել են ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները իհարկե կարող են նոր հնարավորություններ տալ։ Փորձագետները նոր հնարավորությունների մասին այս պնդմանը այնքան էլ հակված չեն։ Ասում են համաձայնագիրն իր թե տնտեսական, թե քաղաքական բովանդակությամբ առնվազն չի համընկնում հայկական շահին։ Եթե մենք նայենք բովանդակային մասով, իհարկե իմաստ չկա։ Եթե մենք նայենք ինչ վտանգներ են ապարունակում, ապա ամենակարևորը դա Իրանի արձագանքն է ԱՄՆ-ի առաջ քաշված նախագծին, եթե Հայաստանը միանում է, ապա միանշանակ դա անկալվելու է Իրանում որպես խիստ հակաիրանական քայլ։ Ուղղված է Իրանի դեմ, այսինքն Իրանից գալույց այդ վտանգները, որոնք կան մեծաբար արևելքում արաբական պետությունների ուղղությամբ եւ հատկապես Իսրայելի ուղղությամբ եւ չինական վտանգը։ Չինական վտանգը, եթե մենք դիտարկում ենք, դա տնտեսական վտանգն է, որը դիտարկում են Միացյալ Նահանգներում, որ Չինաստանը իր ազդեցությունը ուժեղացնում է Մերձավոր Արևելքում, ինչքանով է նպատակահարմար օրինակ Հայաստանի համար միանալ մի համաձայնությանը, որի գլխավոր նպատակն է այն, որ Իրանի դեմ աշխատել, Իրանից գալող այդպես կոչված վտանգների եւ Չինաստանի դեմ։ Փորձագետները ամփոփում են, եթե ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյայի ակնարկը դառնա հողի վրա առաջարկ ու կյանքի կոչվի, ապա Հայաստանը քաղաքական ու տնտեսական գործընկերներ չկորցնելու համար պետք է գործի խիստ զգուշավոր։ Այստեղ մասնագետները հիշեցնում են նաև հայ-ամերիկյան ռազմավարական գործարքը, որը ստորագրվեց ամեն դեպքում դեռ միայն թղթի վրա մնալով։ Մյուս կողմից կարևոր է նաև, թե Թրամփը ինչ որոշում կկայացնի հայտնի 907 բանաձևի հարցում, որը Վաշինգտոնին արգելում է Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել։ Որպես կանոն, այս որոշումը Սպիտակ տան առաջնորդը կայացնում է մինչև ապրիլի վերջ։ Փորձագետները համոզված են, այս ուշացմանը զուգահեռ ադրբեջանական լոբբիստները ակտիվ աշխատում են ազդեցություն ունենալու Թրամփի վարչակազմի վրա։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։